Եթե ՔՊ-ի սրտի թեկնածուն չեք, եթե դուք ՔՊ-ից չեք, դուք ուրեմն խնդիր ունեք։ Չէ նշանակում այսօր լինել ՔՊ-ի սրտի թեկնածու։ Պետք է օրինակ Արցախ բառը քիչ օգտագործես կամ ընդհանրապես չօգտագործես։ Վախի մթնոլորտ կա Գորիսում։ Մտավախությունը նա է, որ գործող իշխանությունը նորից կվերընտրվի։ Նոյեմբերի 9-ից հետո սահմանից այն կողմ Ադրբեջան է։ Ինչ ուզում են, այն էլ մենք նվիրում ենք տալիս ենք։ Բաքվում մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների վրա քարոզում են Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանում նման մի հատ մտածելակերպ կա, որ ամեն ինչը պետք է սկսենք հենց մայրաքաղաքից։ Երկրի գլխին 4 պատերազմ բերած մարդը խաղաղության աղավնի է։ Գյուղում, այն է սահմանամերձ բնակավայրում, փակել դպրոց դա նշանակում է Դատարկել գյուղը։ Եթերում բաց խոսենք նախագիծն է իմ հյուրը այսօր Միասնության թվեր կուսակցության падգամավորության թեկնածու Գորիսի տարածքային գրասենյակի ղեկավար Կարեն Լազարյանն է։ Բարև ձեզ պարոն Լազարյան, երկար տարիներ դուք ղեկավարել եք Գորիսի պետական քոլեջը, սակայն 2025 թվականի դեկտեմբերին ոլորտը համակարգող նախարարի հրամանով ազատվեցիք աշխատանքից։ Օրեր առաջ իմացանք, որ նախարարի հրամանի դեմ Ժանա Անդրեասյանի հրամանի դեմ ձեր դիմումը դատարանը բավարարել է։ Նախ ինչ է դա ենթադրում, հետո ինչով էր պայմանավորված այս հակամարտությունը։ Ինչը չէր գոհացնում կրթության ոլորտը համակարգող նախարարին, ձեր քաղաքական հայացքները, թե մեկ այլ բան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ 25 թվականին ապրիլ ամսին կառավարությունը որոշում է, որ Գորիսի երկու քոլեջները պետք է լուծարվեն եւ ստեղծվեն մեկ կազմակերպություն՝ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ։ Եվ որպեսզի մենք կարողանանք մասնակցենք քոլեջի տնօրենի մրցույթի թափուր տեղի համար, նախ այն համապատասխան փաստաթղթերի հետ պետք է ունենանք նաև հավաստագիր։ Հավաստագրի համար մենք վերապատրաստվում ենք եւ կրթության նախարարությունում մենք քննություն ենք հանձնում։ Ստեղծվում է հանձնաժողով, քննություն ենք հանձնում։ Եվ մարտի 5-ին 25 թվականի մարտի 5-ին մինչ կառավարության որոշումը լինելը նախարարությունը ինքը այդ գաղափարը դրել էր հանրային քննարկման։ Բայց տեսեք, հանրային քննարկումը սովորաբար իրենց կայքերում թաքցնում են այնպիսի մի անկյունում, որտեղ բոլորը չեն կարողանում օգտվել եւ հետաքրքիր չի լինում մտնել առհասարակ։ Այսինքն ձևական բնույթ է կրում հայտարարությունը։ Այո։ Չէր բացառվում, որ եթե ձևական չլիներ, հանրային քննարկման ժամանակ մարդիկ իրենց կարծիքները կթողեին եւ գուցե կառավարությունը նման որոշում չընդուներ։ Եվ մարտի 5-ին տեղի է ունենում նախարարությունում հավաստագրի քննություն։ Քննության հանձնաժողովի նախագահ Արաքսիա Սվաջյանն է եւ այդ ժամանակ իրենք կտրում են ինձ քննությունից, տեղի է ունենում բազմաթիվ կեղծ արարություններ, համենայն դեպս մենք հիմա դատարանում ենք եւ դա մենք անընդհատ ապացուցում ենք, արդեն դատաքննության փուլում ենք եւ վերջնական կարծում եմ 1-2-3 դատական նիստից հետո կավարտվի։ Եվ այդ ժամանակ հանձնաժողովը ինձ կտրում է քննությունից եւ որպեսզի թույլ չտան մասնակցելու ապագա քոլեջի տնօրենի մրցույթին։ Ներողություն, պարոն Լազարյան, ինչ տեսակի կեղծիքների մասին է խոսքը, ինչպես կարող են կեղծել քննության ժամանակ։ Տեսեք, բնականաբար առաջնորդվում են կարգով եւ իրենց գործունեությունը եղել է կամայական, կարգից դուրս, կարգով չեն առաջնորդվում։ Կարգի խախտում է տեղի Իհարկե, ունեցել։ կարգի խախտում եւ դա մենք ապացուցում եք, իհարկե կարողանում ենք։ Դրանից հետո պետքա ըստ ապրիլի 17-ից հետո կառավարության որոշումից հետո կառավարության որոշումը հստակ ժամկետներ է նշում։ Պետքա սահմանված ժամկետներում կատարվեր այդ գործողությունները, որից հետո պետքա ստեղծվեր նոր Գորիսի բազմագործառութային պետական քոլեջը։ Եվ վերջին ժամկետը պետքա լիներ հունիս ամսին 25 թվականի, բայց չունենալով նախարարը չունենալով իրենց սրտի ուզած թեկնածուն, իրենք մի քիչ հետաձգեցին եւ այդ ընթացքում տեղի ունեցավ երկու քոլեջներում տարբեր միջոցառումներ, դասադուլներ, գործադուլներ
բազմաթիվ նամակներ ուղղվեց երկրի ղեկավարին, նախարարին եւ բոլոր պատասխանները թե երկրի ղեկավարին, թե նախարարության կողմից մեզ ստացվող բոլոր պատասխանները գրեթե նույն բովանդակությունը ունեին, ոչինչ չասող բովանդակություն ունեին։ Եվ իրենք սպասեցին այնքան ժամանակ, հաջորդ ուրեմն վերապատրաստման դասընթացից հետո քննություն պետք է հանձնեին, որպեսզի ունենան հավաստագիր։ Եվ իրենց համար մոգոնեցին իրենց սրտի ուզած տեխնացուին։ Դեկտեմբեր ամսին ոստիկանության հետ միասին ներխուժեցին Գորիսի պետական քոլեջ, մինչ այդ դեկտեմբերի 2-ին Ժանա Անդրեսյանի ապօրինի հրամանով ես ազատվեցի աշխատանքից եւ դեկտեմբերի 4-ին ոստիկանության հետ միասին ներխուժեցին քոլեջ, ավելին աշխատողներին սպառնալով ոստիկանության կողմից վախեցնելով, փորձում են նույնիսկ արդեն նախկին է այդ ժամանակ տնօրենի դուռը ջարդել, ոստիկանությունն էր դա անընդհատ հայտարարում։ Մի խոսքով ստեղծեցին վախի մթնոլորտ եւ իրենց սրտի ուզած տեխնացուին բերեցին եւ նշանակեցին քոլեջի տնօրեն։ Բայց այսպեսի մի բան կար, մինչ այդ քոլեջը չէր ստեղծվել։ Հոկտեմբեր ամսին 25 թվականի տվյալ ուրեմն նորանշանակին նշանակեցին դեռևս չստեղծված քոլեջի տնօրեն, այսինքն Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի բազմագործառութային քոլեջ, բայց կա նախարարի մի հրաման, որով ասում է, որ բազմագործառութային քոլեջի տնօրենը տվյալ անձնավորությունն է։ Չկա Հայաստանի Հանրապետությունում։ Մի քանի անգամ նորանշանակի հետ կապված հրամաններ տվեցին, ազատեցին, հետո բերեցին, տեսան, որ էլ չի ստացվում, իրենց մոտ այդ ամեն ինչը չի ստացվում, նշանակեցին Գորիսի պետական քոլեջի տնօրեն։ Դեկտեմբերի 4-ին, դրանից հետո Գորիսի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատարից ազատեցին, քոլեջը ստեղծվեց, նորից նշանակեցին արդեն Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։ Այսինքն տեսեք, իրենց սրտի ուզած տեխնացուներ եւ այսպեսի մի բան կա, ամենայնդեպս մեծամասնությունը տեղյակ է Ժաննա Անդրեսյանի վարած քաղաքականության մասին եւ նաեւ ես ուզում եմ խոսել Սյունիքի տխրահռչակ մարզպետի մասին, որը շատ մեծ դեր է խաղացել այս գործում։ 24 թվականի դեկտեմբերի 24-ին ես եւ Սյունիքի մարզպետը քոլեջի հարցի շուրջ մենք մի քիչ զրուցել ենք եւ այդ օրը ինձ պարզ եղավ, որ ինչա կատարվելու։ Եվ 25 թվականի մարտի 5-ին հենց տեղի ունեցավ այն, ինչը որ մարզպետը խոսում էր։ Այդքանը եւ բերեցին, դրանից հետո մենք հանձնաժողովի քննության հետ չհամաձայնվեցինք, մենք դիմեցինք դատարան հավաստագրի մասով, մենք նաեւ դիմել ենք ինձ ազատման համար դատարան։ Որ մասով է հայցը բավարարվել Հայցը, ուրեմն մասնակի բավարարել է հայցը ինձ ազատման այդ պահանջով եւ քանի որ չկա Գորիսի պետական քոլեջը, այնտեղ արդեն հետ վերադառնալու առայժմ դրա մասին խոսք լինել չի կարող։ Տեսեք, մեզ ընդհանրապես ինձ ոչ թե մենք պետքա պարտադիր քոլեջի տնօրեն լինեինք, մենք պետքա պարտադիր սրանից հետո էլ լինենք, դրա մասին խոսք չի եղել։ Մենք ընդհանրապես խոսել ենք իրենց կատարած ապօրինի գործողությունների մասին եւ այո, հենց սա արժանապատվության հարց էր, որ մենք պետք է գնայինք այս ճանապարհով։ Եվ դրանից առաջ մենք հանձնաժողովի քննության արդյունքները նորից բողոքարկել ենք դատարան, սկզբից ասացի, որ հենց կեղծարարությունները հանձնաժողովի դատարանում արդեն պարզվում է։ Մի խոսքով տեղի է ունեցել կամայականություն, այսօր տեսեք, եթե դուք օրինակ, եթե ՔՊ-ի սրտի տեխնացուն չեք, եթե դուք ՔՊ-ից չեք, դուք ուրեմն խնդիր ունեք, կամ պետքա մտածեք ճիշտ իրենց նման, կամ պետք է ընդհանրապես չմտածեք, հակառակ դեպքում դուք խնդիրներ կունենաք,
Հակառակ դեպքում դուք կազատվեք աշխատանքից եւ անընդհատ խնդիրների մեջ խնդիրները չեն ավարտվի, անընդհատ։ Պարոն Լազարյան, դուք 5-րդ անգամ ասացիք սրտի թեկնածու, իշխանության սրտի թեկնածու։ Այո։ Ես ուզում եմ այդ բանաձևումը հասկանալ, ինչ է նշանակում այսօր լինել ԿՊ-ի սրտի թեկնածու։ Օպտիմալացված Հայաստանի կրծքանշան պիտի կրել առանց Արցախի, սրտիկներով նկարներ պիտի ունենալ պարտադիր համացանցում, պիտի հավանել Փաշինյանի կամ ԿՊ-ական վերնախավի բոլոր հայտարարությունները, չգիտեմ, խորոված փարթիին պիտի մասնակցել քաղաքացու օրվան նշան, ինչ պարտադիր չափորոշիչներ կան, որոնք պիտի ապահովեն, որպեսզի անձը համարվի ԿՊ-ի սրտի թեկնածու եւ հավակնի, որ հատկապես որոշակի պետական պաշտոնների, լինի դա քոլեջում, այլ ուսումնական հաստատությունում, առողջապահական հաստատությունում կամ միջին կարգի որևէ աշխատանք կամ պաշտոն զբաղեցնի, այլ որոնք են այդ չափորոշիչները, խնդրում եմ, եթե կարող եք որոշակի սահմանումներ տալ։ Տեսեք, ես կոնկրետ քոլեջի մասով ոչ թե չափորոշիչներով խոսեցի, ես խոսեցի հենց իրականում ինչ եղել է նրանով։ Ոնց կարելի է մի մարդու հետ կապված, եթե սրտի թեկնածուն չէ, ոնց կարելի է մի մարդու հետ կապված մի քանի անգամ հրամաններ տալ։ Բա ուրիշ դրանը ինչ են ասում հայերենում, եթե իրենց սրտի ուզած թեկնածուն չի։ Ինչ վերաբերում է որպեսի արժանանաս իրենց համակրանքին, այո, պետքա օրինակ արդեն հիմա տեսնում եք մոդա է, պետքա օրինակ նման եսիմ շարժումներ անել, Անպայման սրտիկներ սրտիկով անել, լուսանկար պիտի ունենալ սոցցանցում։ միանշանակ, իհարկե։ Ասենք, եթե չունենաք, Իհարկե, պետքա օրինակ Սյունիքի մարզպետի նկարներին պարտադիր պետքա հավանեք, պետքա սրտիկներ դնեք Սյունիքի մարզպետի նկարների տակ։ Նման բաներ պետք է անեք, չափորոշիչը շատ պարզ է, որպեսզի նորից եմ ասում, արժանանաք իրենց համակրանքին, դուք հենց ձեր հարցը հենց նաև պատասխանն է, եւ դուք հարց տվեցիք, նաև դա նշանակում է, որ պատասխանն է։ Եթե չանես նման բան, խնդիր ես ունենալու։ Էդ է չափորոշիչները, պետք է իրենց նման մտածես։ Պետք է օրինակ Արցախ բառը քիչ օգտագործես կամ ընդհանրապես չօգտագործես։ Այո, պետքա ծափահարես, պետք է իրենց ցանկացած բանին պետքա ծափահարես, ցանկացած կարծիքին պետքա ծափահարես։ վախի մթնոլորտ կաս Գորիսում։ Միանշանակ վախի մթնոլորտը երբեք այսքան չի եղել։ Բոլորը ուրեմն ուշադրության կենտրոնում են, կարելի ասել մանրադիտակով ուշադրության Հատկապես դպրոցների կենտրոնում են։ կոլեկտիվները, Իհարկե, տնօրենները։ մարզպետարանի ենթակա կառույցների տնօրենները, նաև մարզպետարանի մարզպետի ավելի ճիշտ սրտի թեկնածուների, ուրեմն այդ կառույցների աշխատողներն են նաև ուշադրության կենտրոնում, որովհետև խնդիր կունենան, լուրջ խնդիրներ կունենան։ Գորիսում տեսեք, այսօր իսկապես աշխատանքի խնդիր կա, եւ մարդիկ հիասթափված են, ուղղակի ճար չունեն, ուղղակի պետքա սրտիկներ անեն, պետքա Արցախը չօգտագործեն։ Իհարկե, տնօրենների մասով դա բոլորին չի վերաբերվում, ամենայն դեպս մեծ մասամբ տնօրենները առաջնորդվում են այդ ձևով։ Պարոն Լազարյան, մի բան է վախից սրտիկներ անելը, մի բան է հոգու խորքում ունենալ վախը, որ այս իշխանության վերարտադրվելու դեպքում իրենք շարունակելու են այդ սրտիկները անել, որոնց արդյունքը չգիտեք ինչ կլինի։ Այլ ինչ է կարծում, ներքին տրամադրությունները մարդկանց ինչպիսին են։ Վախից անդին ինչ կա, շատ հետաքրքիր է։ Մտահոգություններ։ Մտահոգությունները հետևյալն է, կոնկրետ պետական կառույցների աշխատողների մասով, մտավախությունը նա է, որ գործող իշխանությունը նորից կվերընտրվի եւ իրենք էլի խնդիր կունենան, բայց միևնույն ժամանակ իրենք պատրաստ են գնալ իրենց առանձին են քվեատուփի մոտ, իրենց անելիքները անեն մերժեն գործող իշխանությանը։ Մտավախությունը դա է, որ բավոր հանկարծ անցնի, մենք ավելի շատ խնդիրներ կունենանք։ Սրտիկներով չենք սահմանափակվի։ Միայն Ահա, սրտիկներ հա, անել իհարկե, պարտադրանքով չեն իհարկե, սահմանափակվի։ իհարկե։ Մանավանդ որ դուք ներկայացնում եք մի մարզ, որը բավականին բարդ իրավիճակում հայտնվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որովհետև եթե մինչև նոյեմբերի 9-ը սահմանից այն կողմ Արցախն էր,
հայկական երկրորդ հանրապետությունն էր, ապա նոյեմբերի 9-ից հետո սահմանից այն կողմ Ադրբեջան է։ Պարոն Լազարյան, սահմանային այս նոր իրողությունները ինչ են փոխել ընդհանուր առումով մարզում անվտանգային առումով։ Դե բնականաբար անվտանգ լինել չեն կարող, ինչքան էլ որ գործող իշխանությունը ցույց տա, որ անվտանգ են, ինչքան էլ որ Սյունիքյան պատգամավորները անընդհատ խոսեն, որ սահմանամերձ տարածքներում խնդիրներ չկա, անվտանգ են, դա իրականությանը չի համապատասխանում։ Հիշում եք, որ մեր գյուղերի վրա կրակում էին վերջերս եւ այնտեղ անընդհատ իշխող կուսակցության պատգամավորներն էին այցելում։ Իրենք այնտեղ ոչ թե այցելում էին ինչ-ինչ հարցեր լուծելու համար, իրենք այնտեղ այցելում էին զուտ նկարվելու համար։ Իրենք միայն նաև Սյունիքի մարզպետի հետ միասին այցելում են նկարվելու համար։ Եթե կա նկարվելու գործ, ապա իրենք առաջինն են եւ իրար հերթ չտալով պետքա գնան այնտեղ եւ որևէ իրավիճակ չի լուծվել եւ չեն կարողացել լուծել։ Եվ հիմա օրինակ հայտարարում են, որ դե արդեն չեն կրակում, արդեն խաղաղությանը մոտենում եք։ Տեսեք, այսպեսի մի բան կա։ Առհասարակ պատերազմները լինում են տարբեր պետությունների շահերի բախման արդյունքում։ Եթե ինչ-ինչ շահեր չի համապատասխանում, սկսում են կրակել։ Իսկ հիմա Ադրբեջանը ինչի համար պետքա կրակի, քանի որ ինչ ուզում են, այն էլ մենք նվիրում ենք, տալիս ենք։ Եվ իրենք դրան ասում են խաղաղություն։ Եվ հենց սահմանամերձ գյուղերի բնակչությանը հենց այդ են ուրեմն քարոզում, որ տեսեք, այլևս չեն կրակում, արդեն խաղաղությանը մենք մոտ ենք, արդեն մենք գնում ենք խաղաղության եւ խաղաղությանը պետք է տեր կանգնենք։ Բայց իրականում նման բան գոյություն չունի, կան գյուղեր, կան գյուղերում տներ, որոնք իրենց տան նստած տեսնում են օրինակ Թուրքի դրոշը։ Եվ ինչա նշանակում խաղաղություն։ Չի կարող լինել խաղաղություն եւ խաղաղությունը եթե լինի, նախ պետքա լինի արժանապատիվ խաղաղություն։ Այսպիսի մի բան էլ կա, երբ որ խոսում ենք արժանապատիվ խաղաղության մասին, էլի գործող իշխանությունը անընդհատ ասում է ում հաշվին եք ուզում, դուք ուզում եք պատերազմել, ուզում եք կռվել, ում երեխաների հաշվին եք ուզում։ Ես հավատացնում եմ ձեզ, մոլորակում չկա այդպիսի մի տարածք, չկա այդպիսի բնակչություն, ինչպես սյունեցիներն են, որ ամենից շատ խաղաղությունը հենց իրենք են ուզում։ Արժանապատիվ խաղաղություն ասելով մենք նկատի ունենք նախ պետք է Ադրբեջանը հետ գնա իրենց ելման դիրքեր, մեր տարածքներից պետք է գնա, պետք է ուրեմն բացվեն այն մայրուղիները, ճանապարհները, որը բռնազավթված են։ Մենք բոլորս գիտենք, որ նաև մեր Բաքվի բանտերում ունենք մեր Արցախի քաղաքական եւ ոչ միայն քաղաքական, նաև մենք գերիներ ունենք, պետք է վերադառնան Հայաստան գերիները, նոր դրանցից հետո մենք խոսենք խաղաղության մասին։ Արժանապատիվ խաղաղությունը դա նկատի ունենք։ Ոչ թե պատերազմ ենք, այլ նկատի ունենք իրենք կհեռանան տարածքից, մեր գերիները կգան, նոր կնստենք կխոսենք։ Պարոն Լազարյան, 2020 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանը Ադրբեջանին հանձնեց 1964 թվականին Հայաստանի Մինիստրների խորհրդի որոշմամբ կառուցած Գորիս-Կապան ճանապարհը, այն թեզի վրա, որ դա պատկանում է Ադրբեջանին։ Թե Հայաստանի Մինիստրների խորհրդի որոշմամբ ինչու պիտի Ադրբեջանի տարածքում ճանապարհ կառուցվեր, դա իհարկե աբսուրդի մի մասն է։ Այսինքն Հայաստանի տարածքի, փաստացի Հայաստանի օրինական տարածքի հանդեպ այս իշխանությունների վերաբերմունքը դրսևորվել է ոչ միայն այս դրվագով, այլև Շուշին դժգույն եւ դժբախտ անվանելով այս սարերը, որտեղ տարին 12 ամիս ձյուն է եւ այդ սարերի համար իրենք չեն պատրաստվում պայքարել մեր տարածքների հանդեպ, մեր հայրենիքի հանդեպ այս վերաբերմունքը ձեր բնորոշմամբ ինչ է, եթե ոչ պետական դավաճանություն, որը ունի իր քրեորեն պատժելի հետևանքները։ Սա կա գիտակցության մեջ ժողովրդի։ Հա, իհարկե կան այդ ամեն ինչը, տեսեք, այսպեսի մի բան էլ կա, իրենք անընդհատ իշխանությունը, գործող իշխանությունը անընդհատ մեզ հիշեցնում է Ալմա-Աթայի վռչակագրի մասին, բայց Ալմա-Աթայի վռչակագրով պետք է Խորհրդային Միության հանրապետությունները ճանաչեն իրենց սահմանները։ Կներեք, ոչ եթերային բառիս համար Ադրբեջանը թքած ունի Ալմա-Աթայի վռչակագրի վրա, փաստացի եկել եւ ինքը բռնազավթել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները եւ շարունակում է
այնտեղ շարունակում է ուրեմն շինարարություններ կատարել, դիրքերը ամրապնդել։ Որի մասին շատ հանգամանալից փաստարկված խոսեց Արման Թաթոյանը ձեր կուսակցության Այո, առաջին համարը։ Մենք ուրեմն նվիրեցինք Գորիս Կապան ճանապարհը, Կապան Ճակատեն ուրեմն ճանապարհը, Կապան Ագարակ Եղվարդ Ուժանիշ ճանապարհները։ Մենք այդքանը նվիրեցինք 21 թվականին։ Եվ դրանից հետո մենք նվիրեցինք Շորնուխու արևելյան հատվածները։ Հիմա երբ որ մենք խոսում ենք դրա մասին, իրենք անընդհատ մեզ ասում են պետք է տեղի ունենա սահմանագծում եւ սահմանազատում, նոր դրանից հետո պարզ կդառնա այդ ամեն ինչը։ Նախ ասեմ, որ 1920-ականներին եւ 80-ական թվականներին ամենայն դեպս քարտեզները կան, գոյություն ունեն, Սյունիքում տեղի են ունեցել սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ։ Դա նշանակում է, որ Սյունիքում նման հարցեր պետք է առաջացած չլիներ, որովհետև սահմանագծում, սահմանազատում արդեն 2 անգամ եղել է։ Եվ նորից եմ ասում, իրենք անընդհատ Ալմատա, ախր Ադրբեջանը դա չի ընդունում այդ Ալմատան։ Ադրբեջանը հավակնություններ ունի Սևանա լճի հանդեպ, Երևանի հանդեպ, որը իր համար Երևանը եւ ոչ թե Երևանի չի մասին է խոսքը։ Զանգեզուրի մասին ինքը հավակնություններ ունի, եւ մենք անընդհատ խոսում ենք ինչ-որ խաղաղության մասին, ինչ-որ նման բառեր ենք օգտագործում, եւ օրինակ այսպիսի մի բան, սահմանազատում իրենց ասած տեղի է ունենում սահմանագծում, եւ հանկարծ Ադրբեջանը ասում է ես սա իմ տարածքն է եւ դուրս չեմ գալու։ Ինչ ենք անելու։ Հա, պատերազմ ենք հայտարարելու։ Ինչ ենք անելու։ Հիմա եթե մենք չհասկանանք իրար, պետքա պատերազմենք։ Եթե պատերազմենք, էլի կասեն բանը, նախկիններն են մեղավոր։ Կասեն ռուսամետ են այն մարդիկ, ովքեր ուզում են, որ պատերազմեն։ Ինչ ենք անելու։ Եթե օրինակ ասում է, չէ, մենք հետ չենք գնալու։ Ես այստեղ աշխատանքներ եմ կատարել, սա իմ տարածքն է։ Համենայն դեպս մինչև այսօր Ադրբեջանը մեր կոնկրետ Սյունիքի տարածքներում նման կերպ է վարվել։ Մի բան վստահ կարող եմ ասել, որ հաստատ չեն անի այս իշխանության դեպքում իհարկե որևէ քայլ, որը կհակասի Ադրբեջանի շահերին։ Թերևս հենց դա է պատճառը, որ հենց այս պահին Բաքվում մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների վրա քարոզում են Նիկոլ Փաշինյանին։ Տեսանյութը ինքս եմ տեսել։ Նաև վերջերս, երբ որ խոսում են մեր իշխանությունը խոսում է նորից էլի խաղաղության մասին, վերջերս Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում։ Այսինքն մենք ինչ պետք է անենք։ Բա անընդհատ ինքը տարածքներ է ուզելու, անընդհատ ինքը նախապայմաններ է առաջ տալու։ Հիմա մենք ինչ անենք։ Չեն լսում այդ նախապայմանները, ոչ մեր երկրի վարչապետն է լսում, ոչ ազգային ժողովի նախագահն է լսում։ Ազգային ժողովի նախագահը խորոված փարթիին հայտնված մի ընդդիմադիր կնոջ վրա բղավում էր, ասում էր դուք նախանձ եք։ Ասում եք դուք չար եւ նախանձ եք, իսկ այդ կինը ընդամենը ասում էր, որ դուք երկիր եք հանձնել, ինչի վրա եք ուրախանում։ Չէ, որակավորումները ազգային ժողովի նախագահը ճիշտ չի տվել, այդ որակավորումը հենց իրենց է վերաբերվում, չարի իշխանությունը իրենք են։ Օրինակ տեսեք երկրի ղեկավարի այն պահը, երբ որ ինքը պատրաստվում է օրինակ սրտիկ ցույց տալ։ Օրինակ տեսեք իր դեմքի չարությունը եւ դրանից հետո ասենց ինչ որ սրտիկ է ցույց տալիս եւ իբր ինքը մեկ էլ միանգամից բարիանում է, ասենց չար դեմքով կանգնում է նայում է եւ մեկ էլ վարքյաններ հետո ինքը ժպտում է, ինչ որ շարժումներ է անում։ Չէ, չարի իշխանությունը իրենք են, դա մենք տեսել ենք, արդեն 8 տարի է մենք դա տեսնում ենք եւ որովհետեւ մենք ազատվենք այս չարի իշխանությունից հունիսի 7-ին հենց այն օրն է, որ մենք պետք է մերժենք այս չարի իշխանությանը։ Պարոն Լազարյան, դուք դա անելու եք Միասնության թևեր կուսակցության ցուցակով, որտեղ դուք ներկայացված եք որպես պատգամավորության թեկնածու։ Այ խնդիրները, որոնց մասին խոսեցինք, դրանց դեմ ձեր քայլերը ինչպես եք պատկերացնում։ Նախ ձեր աշխատանքը Գորիսում ինչպես է ընթանում, որպես ընդդիմադիր ուժ, արդյոք կան ճնշումներ, եւ այս խնդիրների լուծումը ինչպես եք պատկերացնում։ Չէ, ճնշումներ գոյություն չունեն այս պահին։ Միասնության թևեր կուսակցությունը այն կուսակցությունն է, որը անընդհատ հայտարարում է, որ մենք արդարություն ենք բերելու։ Եվ այո, արդարությունը գալու է եւ այդ ժամանակ չեն լինելու յուրայիններ,
չեն լինելու այսպեսի մի բան կա, տեսեք, եկեք անընդհատ Հայաստանում նման մի հատ մտածելակերպ կա, որ ամեն ինչը պետք է սկսենք հենց մայրաքաղաքից։ Միտինգները մայրաքաղաքում պետք է լինեն, պետք է խոսել ամենաբարձր ղեկավարությունից, բայց մի հատ եկեք իջնենք ներքև։ Կան մարզպետներ, կան համայնքի ղեկավարներ եւ այդ մարդիկ, օրինակ այսպեսի մի բան կա, եթե ուզում ես պատկերացում կազմես քո երկրի ղեկավարի մասին, քո մարզպետին տեսնելով, արագ պատկերացում ես կազմում, թե ով է քո երկրի ղեկավարը, կամ համայնքի ղեկավարին, կամ մարզպետին։ Եվ միասնության թևերը գալով իշխանության, ինքը բերելու է արդարություն, եւ այդ ժամանակ չեն լինելու մարզպետի բարեկամներ, յուրայիններ, չեն լինելու սև եւ սպիտակներ, լինելու են մասնագետներ ցանկացած ոլորտում, անկախ քաղաքական հայացքներից լինելու են մասնագետներ, բայց մենք խոսեցինք նաև սահմանամերձ տարածքների մասին, մենք խոսեցինք կրթության մասին, որպեսզի մենք ունենանք արդարություն, որպեսզի մենք կարողանանք մեր երկիրը տանել առաջ այս վատ, այս 8 տարվա այս քանդված այս վիճակից, նախ պետք է մենք ունենանք համերաշխություն։ Համար առաջինը դա համերաշխությունն է, եւ եթե կունենանք համերաշխություն, մենք բոլորս միասին կհասնենք մեր ուզած նպատակին։ Այո, արդարությունը գալու է եւ Արման Թաթոյանի գլխավորությամբ է լինելու, կրկնում եմ, չեն լինելու յուրայիններ, լինելու են ընդհանրապես մասնագետներ անկախ քաղաքական հայացքներից։ Մարզպետը լինելու է օրինակ բոլորի մարզպետը, նախարարը լինելու է բոլորի նախարարը, չեն լինելու մի քանի հոգու մարզպետ կամ մի քանի հոգու նախարար։ Կոնկրետ Սյունիքի մարզպետը Սյունիքում մի քանի հոգու մարզպետ է։ Մի քանի հոգու։ Ինքը բոլորի մարզպետը չի, ինքը օտար է, ինքը կապ չունի Սյունիքի մարզի հետ։ Անհայտ ծագումով մարդ է, բերել են եւ նշանակել են եւ այսպեսի մի բան էլ կա։ Հետաքրքիր է, Սյունիքում չի գտնվել մի մարդ, որը մարզպետ կարող էր աշխատել։ Գտնվել է, բայց գործող իշխանությունը կարծում եմ այսպես ասած ձեռնտու չէր, որովհետև միայն օտարները կարող էին ամեն ինչ անել, որպեսզի մարզը պառակտվի։ Եվ երբեք Սյունիքի մարզը այսքան պառակտված չի եղել, ինչքան պառակտված է հիմա գործող Ռոբերտ մարզպետի ժամանակներում։ Ձեր վարչապետի տեխնացուն հակառակ քաղաքական կարծիք ունեցող մարդկանց չի անվանել ուշուն ուշանգյալներ։ Իհարկե ոչ։ Վստահեցնում եք։ Իհարկե ոչ։ Այդ ատելությունը, որ կա իշխանության մեջ, քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ եւ այդ արտահայտման ազատությունը, որ կա այս իշխանության օրոք, երբևէ մենք չենք տեսել եւ ամենացավալին նա է, որ այդ ատելությունը եւ քաղաքական ընդդիմադիրների հանդեպ այդ ատելության խոսքը քարոզվում է հանրային հեռուստաընկերության եթերում, որը սնվում է բոլորիս վճարած հարկերի հաշվին։ Ուղղակի անհնար է հետևել հանրային հեռուստատեսության եթերում, որտեղ այդ ատելությունը քարոզը ուղղակի բովանդակության 80-90%-ն է կազմում։ Հետաքրքիր է մարզերում, որտեղ հիմնականում մարդիկ սնվում են հանրայինի եթերից։ Այս քարոզը բացական առումով ինչպես է ազդում։ Այսպեսի մի բան էլ կա։ Ներողություն, թե սոցցանցերը այնուամենայնիվ մարդկանց չեն թողել հանրային հեռուստաընկերության հույսին։ Սոցցանցերն էլ նաև չեն թողել, բայց այսպեսի մի բան էլ կա, իրենք հանրայինի եթերով, օրինակ Պետրոսին, օրինակ նայելով, ասենք պարտադիր պետքա գնաս եւ օրինակ գործող իշխանությանը ջնջես։ Ասենք ոնց կարելի է Պետրոսին նայելով։ Չէ, հմեկի քարոզությունը նկատի ունեմ, կոնկրետ Պետրոսին նայելով, ասենք մենակ նայելն էլ բավարար։ Եվ գիտեք ինչպեսի այսպեսի մի հետաքրքիր բան էլ կա։ Տեսեք Ժաննա Անդրեսյանին հնարավորություն է տրված բակարդության նախարարը ապօրինի հրամանք տա, ինքը պետքա լինի թիվ 1 օրենքի կատարողը, թիվ 1, բայց Ժաննա Անդրեսյանին թույլ են տվել, Ժաննա Անդրեսյանին ամեն ինչ կարելի է, որովհետև ինքը Պետրոսի կինն է եւ Պետրոսը համար 1 քարոզիչն է Հայաստանի Հանրապետության հմեկի մասին է խոսքն էլի։ Եվ այո, նորից եմ ասում, հմեկը նայելով Ժաննա Անդրեսյանին ճանաչելով, լսելով Արաքսիա Սվաջյանին, Սյունիքի մարզպետին պարտադիր շատ-շատերը գնալու են գործող իշխանությանը ջնջեն։
Հանրայինի հեռուստատեսությանը հետևելով երկրի գլխին 4 պատերազմ բերած մարդը խաղաղության աղավնի է, խաղաղության խորհրդանիշ է, որ առաջիկա ընտրություններին էլ մասնակցելու է խաղաղություն կարգախոսով, մնացած բոլորը պատերազմի հրահրիչներ են։ Չէ, հավատացեք, ինչքան էլ որ իրենք փորձեն, արդեն ժամանակները շատ անցավ, էլի 8 տարին բավական էր, որպեսզի մարդիկ հասարակ շարքային քաղաքացիները ճանաչեն այս իշխանությանը։ Հավատացնում եմ, ինչքան իրենք շատ են խոսում, ինչքան շատ են օրինակ մեզ սպառնում, շուն ու շանգյալ անվանում, հավատացեք, բոլորը հասկանում են եւ շատ շատերը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են իրենց հետ, ովքեր 18 թվականից մինչև այսօր խաբված են եղել, այդ մարդիկ գնալու են եւ մերժեն այս իշխանությանը։ Գորիսում խաբվածները, Սյունիքում խաբվածները շատ են։ Իհարկե շատ են։ Ինչու՞ բայց թոշակառուներին, Գորիսեցի թոշակառուներից քանիսը, պարոն Լազարյան, այցելեցին Լառնակա, այդ տպավորությունների մասին կիսվել են, տեղյակ եք։ Չէ, բայց խոսել 10,000 դրամ թոշակներ։ Այսինքն Ժաննա Անդրեսյանը պետք է ստանա 7-8 միլիոն դրամ, օրինակ, հա, տարվա վերջին, կամ ինքը պետքա ամեն ամիս ինքը պարգևավճարներ, պրեմիաներ ստանա, հասարակ թոշակառուն պետքա ստանա 10,000 դրամ։ Դե որովհետև թոշակառուն ինչ գիտի, ոնց է ծախսելու այդ գումարը, պարոն Լազարյան, իսկ մարդիկ գիտեն վերջապես 8 տարվա մեջ իրենք լավ տիրապետեցին, ինչպես կարելի է միլիոնները ծախսել եւ փոշուն տալ։ Չէ, թոշակառուները շատ լավ գիտեն ինչպես են ծախսելու։ Հա, իսկապես։ Իհարկե, իսկապես, դա նորից էլի դա վիրավորանք է թոշակառուների նկատմամբ։ Այսինքն պատկերացնում եք, այս երկրում ամենագրագետները իրենք են, ամենախելացիները իրենք են, անգրագետը թոշակառուն է, շարքային քաղաքացին է ըստ իրենց, միայն գրագետները իրենք են, եւ միայն մեղավորները մենք ենք, շարքային քաղաքացիներս ենք։ Ուրիշ մեղավոր չկա այս երկրում, մեղավորները մենք ենք, մեղավորները իրենց ասած նախկիններն են, մոռանալով, որ նախկիններին մերժել ենք, այս ժողովուրդը մերժել է, միայն իրենք են գրագետը, միայն իրենք կարող են ծախսել այդ 10,000 դրամը։ Դե եթե իրենց իշխանության օրոք Հայաստանի վերաձևված քարտեզին նայում ես, կիսատված, բաց սահմաններով, բնականաբար իրենք են լավագույնը, Չակերտավոր լավագույնն են։ Պարոն Լազարյան, քանի որ դուք երկար տարիներ եղել եք կրթության ոլորտում, շատ կարևոր հարց եմ ուզում տալ, որի մասին վերջերս հազանգեց Կրթության ազգային ինստիտուտը սահմանամերձ շրջաններում փակվող դպրոցների մասին։ Եթե չեմ սխալվում, մի քանի տասնյակ այդ դպրոցներից հենց Սյունիքի մարզում են։ Սա ինչ ռազմավարական վտանգ ներկայացնող հարց է Սյունիքի համար։ Սյունիքի մարզում, ուրեմն նախարարի 1790 ադրով 2 հրամանով 48 դպրոց հայտնվել է փակման կարգավիճակում։ Իրենք անունը դնում են որակյալ ծառայություններ, իբր օպտիմալացում է ինքը որակյալ ծառայություններ աբերելու եւ այլ։ Հավատացեք, իրականում նման բան գոյություն չունի, գյուղում, այն է սահմանամերձ բնակավայրում փակել դպրոց, դա նշանակում է դատարկել գյուղը, չունենալ գյուղ, դատարկել գյուղը, որը ի նպաստ Ադրբեջանի է լինելու։ Իրենք երբեմն ասում են, որ օրինակ այս գյուղում կա այսքան աշակերտ, դրա համար մենք տանում ենք, միացնում ենք, մեզ չգիտեմ ինչեր ենք սարքում, եւ որպեսզի որակյալ կրթություն անենք։ Իրենք այսպեսի մի բան ունեն, իրենց թվում է, թե որակյալ կրթությունը պարտադիր պետքա ունեք պատերը, եսիմ ներկաս լինի, այն մյուս պատը ուրիշ գույն ներկաս լինի, դա չի որակյալ կրթությունը։ Հազարավոր գյուղեր թշնամուն հանձնած, ներողություն, որ միջամտում եմ, հազարավոր գյուղեր թշնամուն հանձնած իշխանությունը այսօր հպարտանում է ինչ որ մի գյուղում ինչ որ դպրոց կառուցելով, ինչ որ մի դպրոցով։ Եվ ինչ է նշանակում որակյալ կրթություն, այսինքն ըստ այս ծրագրի, պարոն Լազարյան, ուղղակի ուզում եմ ես ինքս հասկանալ, այսինքն կարելի է մի 5-6 գյուղ զրկել դպրոցից, այդ գյուղերը դնել դատարկվելու վտանգի առաջ, որովհետև մի գյուղում ինչ որ գունավոր դպրոց են կառուցում։ Սա է։ Անկեղծ ասած, իրենց ասած որակյալ կրթությունը դա ոչ մեկս չեն կարող հասկանալ, չեն կարող ասել իրենք որակյալ կրթություն ասելով ինչ են հասկանում, բայց հենց գյուղի դպրոցը փակվեց, ունենալու ենք ամենատարբեր խնդիրներ։ Մի քանի տարի հետո, տարիներ հետո մենք գյուղը դատարկվելու է, գյուղ չենք ունենալու։ Ինչ վերաբերում է, որ
աշակերտները ինչի համար են քիչ, իրենք ժամանակ ունեն բավականին երկար, որպեսզի ստեղծեին այնպիսի մթնոլորտ գյուղերում, այսպես ասած գրավիչ մթնոլորտ, աշխատատեղ, որպեսզի գյուղացիները դուրս չգային։ Ոնց եք պատկերացնում, օրինակ ընդունեք պայմանական դպրոցը այսինչ գյուղից 10 կամ ավելի կիլոմետր է։ Մի քիչ հարթավայրերում այս խնդիրը կարող է ուրիշ ձևով լուծվում, բայց կոնկրետ լեռնային պայմաններում դա անընդհատ խնդիրներ է առաջացնելու։ Ձմռանը ով իր առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարանի երեխային կթողնի ինչ-որ մի ավտոբուսով գնալ։ Բա որ հետ գալուց ճանապարհները փակվի ձմռանը, ինչ ենք անելու։ Ներողություն, Սյունիքում կան դպրոցներ, որոնք ամբողջ ձմռան ընթացքում ճանապարհները փակ են լինում։ Այո, Մի քանի այո, գյուղեր ունենք այո, այդպիսի, այո։ Բա ինչ ենք անելու, այդ ծնողը ինչ պետք է անի, պետք է իր գործերից կտրվի, ինքը անընդհատ գնա այն մյուս դպրոցում, սպասի մինչև երեխան կավարտի դասերը եւ հետո թե ինչ ձևով կվերադառնա, դա արդեն այդ ժամանակ ցույց կտա։ Եվ կարծում եմ այդ ժամանակ մարդիկ կնախընտրեն ոչ թե գնալ տվյալ դպրոց, այլ կասեն հենա կգնանք Գորիս կամ կգնանք Կապան, օրինակ, կապրենք այնտեղ, գյուղը այդպես է դատարկվելու։ Չկա դպրոց, չկա գյուղ, գյուղ լինել չի կարող։ Հետագայում գյուղը չի լինելու։ Եվ իրենք ունեին ժամանակ, այնքան ժամանակ, որ կարող էին գյուղերում ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը դուրս չգար, ամուսնանար, շատանային եւ նման հարցերի առաջ չկանգնեին։ Որակյալ կրթությունը նախ պետք է ունենանք որակյալ մասնագետ։ Կոնկրետ Սյունիքի մարզում, հատկապես Գորիսում եւ տարածաշրջանում մասնագետների ցանկացած ոլորտ ինքը մասնագետների լուրջ խնդիր ունի, հատկապես ուսումնական հաստատությունների մասով։ Իրենք նման բաների մասին պետք է մտածեն, ոչ թե պատերը գունավորա, մի քիչ կանչող գույներ ունի, այլ պետք է մտածեին նաեւ որակյալ մասնագետների մասին, էլի սև ու սպիտակի չբաժանեին, անկախ քաղաքական հայացքներից, անկախ իր հայացքներից, իրենք պետք է այդ մարդկանց ուժեղացնեին, վերապատրաստեին անընդհատ եւ ուղարկեին, էլի գրավիչ պետք է մանկավարժի համար գրավիչ տարածք դարձնեին, որպեսզի օրինակ Գորիսից կամ, չգիտեմ, Երևանից գային եւ սահմանամերձ բնակավայրում աշխատեին։ Իմ կարծիքով պատերի գույները եւ շենքի մեծությունը առհասարակ կրթության որակի հետ որևէ առնչություն չունի։ Ինչի մասին է խոսքը, ընդհանրապես պետք է կույր լինել չտեսնելու համար, որ այդ որակյալ կրթություն ապահովելու անվան տակ դատարկվելու են գյուղերը եւ սահմանն է մնալու առանց հայի, որ ասած լավագույն դեպքում ուղղակի ունենալու ենք նորմալ կրթություն չստացած երեխաներ, անկիրթ քաղաքացիներ, հավանաբար նպատակը սա է, որովհետև անկիրթ լինելով միայն պիտի հայրենիքդ արժե զրկես, չիմանաս պատմությունդ, իմացած կծկտուր գիտելիքներդ էլ վերլուծելու կարողություն չունենաս։ Պարոն Լազարյան, մեր հաղորդման վերջում ուզում եմ, որ ձեր խոսքը Ես ներողություն եմ խնդրում, ես մի բան եմ ուզում ասել։ Տեսեք, երբ որ այս հրամանը, նախարարի այս հրամանը, երբ որ պետքա ուրեմն տային, կոնկրետ, օրինակ, եթե իմ կարծիքով, եթե օրինակ Սյունիքի մարզպետը լիներ սյունեցի, ես կարծում եմ ինքը կհամոզեր, կապացուցեր, որ Սյունիքում 48 դպրոցի կպնելը դա շատ վատ բան է, շատ վատ բան է։ Նախ տեսեք, սյունեցիները մի քիչ աշխարհի ամենալավ մարդիկ են։ Իրենց մտածելակերպին պետքա ծանոթ լինի Սյունիքի մարզպետը, իրենց բնավորությանը պետքա ծանոթ լինի մարզպետը, պետքա օտար չլինի, օտար մարդկանց չպետքա բերեն եւ փորձեն մարզը պառակտել։ Եվ եթե ունենայինք նորմալ մարզպետի պարագայում կարծում եմ այս հրամանը չէր ծնվի։ Բայց որովհետև այսքան տարի է մարդը 4 տարի է ինչքան աշխատում է, բացի նկարվելուց, միակ բանը, որ իր մոտ շատ լավ ստացվում է, դա նկարվելն է։ Եթե ունենայինք նորմալ մարզպետ, կարծում եմ հրամանը չէր ծնվի։ Գոնե կառավարությանը կհամոզեին, կներկայացնեին իրականությունը, կներկայացնեին։ Գոնե պիտի օրվա մարզպետը ինքը պետքա գոնե ճանաչեր Սյունիքը, Սյունիքի տարածքները, հեռավորությունները, նույնիսկ կլիմային պետքա ինքը ծանոթ լիներ։
Եթե այդ ամեն ինչը լիներ, այս հրամանը չէր լինելու։ Չի կարծում որ դիտավորություն է, այսինքն Իհարկե ինչի դիտավորություն է։ ծանոթացներ Սյունեցի Իհարկե մարզպետը, դիտավորություն։ ինչին, այսինքն պարզ տրամաբանություն է, ով չգիտի որ գյուղը դպրոց չունեցավ, դատարկվելու է։ Մանկապ նախկինում ես եղել եմ Սյունիքի բազմաթիվ գյուղերում, անգամ մանկապարտեզ չլիներն էր խնդիր եւ արտահոսքը մեծ այո, քաղաքներ, Սիսիան, Քաջարյան, Գորիս չափազանց մեծ էր հենց Սյունիքի գյուղերից, ել չեմ ասում դեպի մայրաքաղաք Երևան, իսկ ամենասարսափելին հանրապետությունից դուրս։ Այսինքն դա ինչ գիտելիքներ պիտի ունենար, չգիտեմ, այդ հատուկ բանը գիտական միտք պետք էր ունենալ հասկանալու համար այդ պարզ տրամաբանական խնդիրը։ Ինչևէ, պարոն Լազարյան, մեր զրույցը ավարտելիս ես ուզում եմ դուք որպես Միասնության թևեր կուսակցության ներկայացուցիչ ձեր խոսքը ուղղեք առաջին հերթին ձեր ընտրողներին, որոնք լինելու են հենց ձեր մարզում, ձեր քաղաքում։ Նախ ես կխնդրեի բոլորը մասնակցեին ընտրության, օրինակ եթե 70, 60, 70, 80% մասնակցեն ընտրության, կարծում եմ գործող իշխանությունը չի վերարտադրվի։ Առաջինը դա եւ եթե ուզում են իսկապես հենց արդարություն բերողը Արման Թաթոյանն է Միասնության թևեր կուսակցության հետ։ Ուզում եք արդարություն, կոչ եմ անում ընտրել Միասնության թևերին։ Էլ հետո չնեղանաք, չասեք թե նախինում ասում էին բանա, չէ, այլընտրանքներ չկան, դե բա մենք ինչ անեինք։ Հիմա կա այլընտրանքը հենց Արման Թաթոյանն է, Միասնության թևերն է, նորից եմ ասում, արդարությունը գալիս է եւ այդ ժամանակ չեն լինելու ծանոթ բարեկամներ, սևեր, սպիտակներ, ուրիշ գույներ, լինելու են միայն ու միայն մասնագետներ։ Շնորհակալություն, պարոն Ես եմ Լազարյան, շնորհակալ։ իսկապես ամենակարևորը, ամենասարսափելին այս ատելության մթնոլորտն է, որից ժողովուրդը պետք է վերջապես ազատվի։ Այս իշխանությունը, եթե ոչ մի վատություն էլ արած չլիներ հայ ժողովրդին, նրա բերած, նրա քարոզած, նրա ամեն օր արտադրող թույնը, ատելությունը մեկը մյուսի հանդեպ բավարարեր, որպեսզի այս իշխանությանը ճանաչեինք չարիք եւ ամեն կերպ փորձեինք ազատվել այս իշխանությունից։ Սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Միասնության թևեր կուսակցության Գորիսի տարածքային գրասենյակի ղեկավար, պատգամավորության թեկնածու Կարեն Լազարյանն էր։ Զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Հետևեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, մեկնաբանություններ գրեք ձեր կարծիքները, ինչ եք մտածում եւ ինչի հետ համաձայն չեք հենց այս տաղավարում հնչած տեսակետների հետ։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։